Հարկելի ունգընթիրներ եւ ագընթիրներ վանացային են գշարունակենք մեր հաղորդումը եւ այժմ վանացայինի ստուդիոները ներս մեծ ուրախությամբ կյուրընկալենք Բեյրութի ամերիկյան համալսարանի դասախոս ընկեր Երիկ Տաշչյանը։ Բարի եկած եք։ Բարև ընկեր, ինչպես եք։ Լավ, դուք ինչպես եք։ Մենք պիտի խոսենք այսօր ցեղասպանության մասին, որովհետև այս շաբաթ հայոց ցեղասպանության 111-ամյակն է եւ մեր նյութերը բնականաբար բացաճեցուցած ենք մեր հայտակիրները այդ թեմային։ Այսօր բայց մենք փոխանակ անդրադառնալու ցեղասպանության պատճառն ինչ որ ամեն տարի կկատարենք։ Այս տարի քիչ յետարց թեպի պատմություն պիտի կատարենք եւ խոսենք այլ ցեղասպանություններու մասին եւ թե ցեղասպանությունները ինչպիսի ժամանակաշրջաններու կպատահին եւ այսօրվան եթե պիտի փախտատենք այսօրվան AI-ի գործածության եւ անշուշտ արհեստագիտության եւ ամեն տեսակ նորություններու, որոնք նաեւ կապված են անմիջականորեն քաղաքական կյանքին։ Առաջին հերթին կուզեմ անդրադառնալ ցեղասպանության բառին։ Կարծեք ցեղասպանություն բառը այսօրերուն իմաստը փոխված է, որովհետեւ հայերենով ցեղ եւ սպանություն բառը կա, այսինքն ոչնչացնելու եւ նպատակ ունեցող ծրագիր մնե։ Այսօր մենք Լիբանանի մեջ հաջող այդ նյութը երբ որ այս շաբաթը լա այս ամիսը հաջող դուք ալվստան որ գբադայից ես իդ որ մզզարա գբորցը մզզարան հայերենով չարթն է իսկ մենք կգործածենք իբեդե բառը ինչ կրնակսել մեզ այդ մասին։ Այո, միջազգային օրենքով 1949-ի ասենք Ժնևի համաձայնությունը եւ ցեղասպանության կոնվենցիոնը, որը շատ հստակ կերպով ասենք բնութագրած են, որ ինչ է ցեղասպանությունը, ինչ է չարտո։ Միջև անադեմ որ նպատակը intent գա, այսինքն ցեղիմը կամ նույնիսկ գրոնական հավաքականությամբ հանդեպ սպանությունը լա ադիգա ցեղասպանությունը եւ անշուշտ պետք է ծրագրված լա, այսինքն state centric դիբեդությունը ինքը ծրագրել, որ ասենք ասինչ բնակչության ցեղասպանություն կդարի։ Եվ ոս նաեւ կարեւոր է մարդիկ կգարձեն, որ եթե ասեն 50,000 սպանություն եղավ եւ 1 միլիոն, ուրեմն TV հետ կապ չունի, այսինքն եւ որ ISIS-ը կամ ասենք Daesh-ը ասենք Իրաքի մեջ չարտեց ավելի քան 6000 եզիդի, ալիգա ցեղասպանություն որակվեցավ, որ այսի գոմից ծրագրված բան մներ եւ 6000 էր։ Նույնպես նաեւ ասենք Բոսնիայի մեջ, որ բեցեն 9000-ի չափ բան մներ։ Գապ չունի այսինքն երկրներու մեջ պատահածներ, որոնք TV հետ կապ չունի։ Միջև անադեմ ուղագի նպատակը մակրակորձում է, ասենք ասինչ աշխարհական շրջանի մեջ ցեղիմը համայնքի կամ գրոնքի հետ կապված ուրեմն ցեղասպանություն է։ Շատ լավ։ Խոսենք ժամանակներու փոփոխության մասին, ցեղասպանություն, հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատերազմի ժամանակ պատահեցավ եւ ընդհանրապես ցեղասպանությունները մենք եթե այսպես անոնք որոնք պատմության կհետևին կամ հետաքրքրված են, պիտի նկատեն որ գա այսպես pattern-ը, չէ, որ ցեղասպանությունները որոշ ժամանակաշրջաններու կպատահի։ Ինչ է պատմությունը այդ իմաստով։ Վերջերս գարտայի որ Անտուան Գրամշիտի գիրքը ինքը եղած է Իտալիո համայնավար գուսակցության հիմնադիրները։ Մեկ հետո բանդարգվեցավ ֆաշիստերեն, հոնսպանվեցավ եւ հետաքրական է որ ինքը ապրած է 30-ական թվականու Եվրոպան, այսինքն մենք խոսենք երկու համաշխարհային պատերազմներու միջև։ Եվ կսե որ միջերկյան ժամանակաշրջանի, այսինքն երկու մեծ պատերազմներու, այսինքն կամ եւ որ ասենք ներգա միջազգային օրենքը կամ ներգա միջազգային գարուկ եւ գարույցը կամ կանտվի եւ դակավին այդ նոր գարույցը չէ հիմնված կամ չէ գարուցված transitional period մգա։ Այս transitional period-ը անցողական շրջանը chaotic կլա, որև օրենքներ ալես մեկը չի կորժատրել, գրեթե բادرազի շրջան են հոն, ասենք ասկայնական կամ ֆաշիստական նոր շարժումներ գելեն եւ որ այսօր ճիշտ նույնն է, այսինքն որ մենք կրսենք որ հին այդ գարույցը, որ կոնե 91-ը մինչեւ 2008-ը գար, ասենք այդ որ unipolar system գսեն որ միացան նատները գրեթե ամեն ինչ ուժին դագներ այսօր մենք կամած կդեսենք որ transition-ը գա այսինքն Չինաստանը, Ռուսիան որոշ չափով, Իրանը, Թուրքիան, Իսրայելը աստեղը այսինքն այդպես չէ որ մեկ պետություն այս կնա դիկտեյտ անել իր ուզածը բոլորին so այլ պետություններ թեմ գլան ուրեմն հոս նաև ուժերով հավասարակությունը կփոխվի ան ինչ որ եղավ 30-ականուն եւ ասենք նացիստական Գերմանիան թեմ ելավ Անգլիո եւ Ֆրանսիայի so աստիմատրության ժամանակ կսկսի ամեն մեկ երկիր իր սահմանները ընդլայնել, կամ ասենք իր ուզածը ավելի ուրիշներուն վրա ջնշել, որպես զորավորը լա։ Հոս ով կմնասի փոքր ժողովուրդներ, փոքր պետությունները։ Այսինքն 30-ականներու Եվրոպան փոքր պետություններ շատ արագ գրավեցան, ասեն Բելգիկա, Լյուքսեմբուրգ եւ ասոնք առաջին օրերեն ինգան։ Եթե նայենք ասենք մեր հայկական ցեղասպանությունը
Առաջին համաշխարհային պատերազմ մեծ պետությունները, որոնք կային, ասին Գերմանիա, Անգլիա, Ֆրանսա, Ռուսիա, ասոնք այդեն պատերազմի մեջ էին, ասին մեկ ժամանակ չուներ օգնելու ասփոքրիկ ժողովուրդը։ Եվ մենք զոհկացինք աս բոլոր պատերազմին, բոլոր ասենք երկիներու աս clash of interest, ասին շահերու ասենք բախումին զոհկացինք, որ միշտ փոքր ասկեր աստե գզովի։ Մանավանդ որ Օսմանյան գարշուն զրակրած էր եւ հարմար արիտը գսպասեր, որ նաեւ ցեղասպան պետություն նաեւ գուզե հարմար արիտը սպասել, որ ընդ ցեղասպանություն եւ մորցվի։ Միշտ այդպես է։ Բայց օրինակ դառնենք ասենք Երկրորդ համաշխարհային նաև պատերազմը, եւ որ նացիները ըրին հрьяաներուն դեմ ողջագիծում կամ հոլոկոստը, դարձյալ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքը ամեն մատ պատերազմի մեջ է, ես ուզած կնեմ, ասենք այո, տիպվածով չէ որ կբադայի։ Այո, վստահ։ Եվ հոս կարևորը նաև ասենք նեք Արցախի եւ որ ասենք այդինք զդումը դեղի ունեցավ մամատ 2020-2023 թվականին կորոնայի հարցը գար Ռուսիան ասենք մխջված էր Ուկրաինայով պատերազմի մեջ գարհոս հագամար այո դգնեցական տակտամը հագամարտությունները ոչ մեծ պետություն շահագրգռված է որ բանակ ուղարկեր կամ պաշտպաներ հայությունը ընդդեմ Ադրբեջան եւ Ադրբեջանը ծրագիր ուներ եւ այդ ծրագիր իրականացեց հայության դեմ եւ ասանք թե որոշ չափով գնանք կոնե մեզի համար չէ բայց ուրիշներուն համար մորացության ենթարկվեցավ Արցախի հարցը նույնը Գազան նորեն այսինքն ասենք այդ ճգնաժամն է անցողական փոլի մեջ են եւ Իսրայելը կոչեց իր ցեղասպանությունը ավելի քան 60000 դագավին նահատակնոտ եւ գավեննա սպանություններուն դե եւ չենք խոսել Գազայի մասին կրեթե այսօր այսին մենք մորցանք Գազան հիմա պատերազմով գխոսենք որ հարավային Լիբանանը եւ այլն բայց Գազա ինչ կլագոր մեկը կրեթե չի գիտեր եւ ասիկա դագավին խոսիմ ընկերային ցանցեր գա մեդիա գա այն ժամանակաշրջանին շատ ընկերային ցանց չի գա այսին չի գա Ինձի գվախցնե այսպիսի փուլեր, as transitional փուլեր, ասենք անցողական հանգրվանները, որովհետև հոսը որ ինչպես Գրամշին գսե վայրակություններ գլան եւ վայրենի մարտիկ monstrous situation գլա, այսինքն հոսը որ ցեղասպան ղեկավարներ գուքան կորզատրեն ոժիրներ, ասին Հիտլերը, ասենք նորեն ցեղասպանություն ժամանակ ասենք Տալիատը Էնվերը հետո Ատատուրկը եկավ երկրորդ համաշխարհային պատերազմին ասենք Հիտլերը Մուսոլինին Ալիևը այսպիսի ժամանակաշրջաններ կստեղծեն վայրակ ղեկավարներ, որպես այդ վայրակությունը իրականացնեն։ Այո։ Իսկ գալով համաշխարհային պատերազմներով քանի նյութը բացվեցավ, մենք այս ժամանակաշրջանին սկացի գարձեք համաշխարհային պատերազմը եւ ամեն մարդու բերաններ, գիտեք, որ գարձեք երրորդ համաշխարհային պատերազմը, որուն վախը գար միշտ։ Ինչպես կբադային, այսինքն համաշխարհային պատերազմները դա կրական է, գարձեք անխուսափելի են, գրնալալ անխուսափելի են, որոշ ժամանակ անցնել է իդ որ պետք է մեկ հատ նորեն համաշխարհային, այսպեսի նյութ մը գար, որովհետեւ ինչ է ձեր կարծիքը այդ մասին։ Դեսեք եթե այդ classic conventional այսին համաշխարհային պատերազմը դիտելար, այսօր մենք ողջ չէին գլալ, որ միացաններ ուներ հյուրիական ռումբ եւ այլն Ռուսիա Չինաստան։ Ես չեմ գազել այդպես situation-ի մենք հասնենք կացության, որովհետեւ մեկը չի գնա հաղթել այսպեսի պատերազմը։ Այսի փոխվեցան ժամանակաշրջանները, այսի առաջ դերևս ավելի թյուրին է, հիմա ակրեթե անգարելի։ Եվ ադրաման ես կգազեմ, որ ինչ որ բադայեցավ աս 2 ամսվա մեջ, որոշ չափով ասանք փոքր համաշխարհային պատերազմներ եւ որ ասենք Իրանը փակեց Հորմուզի անցքը դնդեսական տակնապներ դիոնս եւ թե մեկ ամիս շարունակի 2 ամիս մենք այսօր բենզինը չեմ գիտեր ինչ կլա Լիբանանի բարակային ասենք food security crisis մի դոլար ասել ման որ Լիբանանի երկիր մնե որ գներազե կետը ամեն ինչ ասենք օրինակ չեմ կեր այլ պետությունը Հայաստանի բարակային թերևս որ նոր դարձել գներազե կետը եւ նաեւ ասենք ամեն ասենք landlocked երկիր մնե կամ ուրիշ երկիրներ վնասները շատ ավելի կլային եթե կարծեմ երկրնա։ Դա անշուշտ տակավին ես չեմ համոզված որ վերջացավ այս փուլը, բարձրապես դերևս պիտի նայենք ինչ պիտի լասանք բանակցությունները Իսլամաբադի Պակիստանի մեջ։ Բայց ցաներ հարվածում ուներ մեր բոլորիս, ասին նախ մենք որ դեսանք, օքեյ համաշխարհային պատերազմ չենք տեսած, ես նաև ասենք 15 տարվա եղբայրացման պատերազմ Լիբանանի մեջ չի տեսան, բայց կոնե դեսած եմ այլ պատերազմ եւ ասիկա որ որոշ չափով ասենք երրորդ կամ մինի ասենք համաշխարհային պատերազմին պես բան մներ։ Որովհետեւ բոլոր այլ երկիրներ եւս ասիկա մեկ երկրի մասի եւ երկու երկիր կգրվին իրար ու մեր բարակային այդպես չէ, քանի մի երկրի մասին կխոսենք։ Գնալ ադի է որ այսինքն այն մտածել դվա։ Դեսեք հետաքրքրական օրինակ արեմուտքի մեջ ինչ պատահեցավ եվրոպական երկիրները ասենք արին principled position ասելով գնային մխնջվել են իրենք ամերիկայի գողքին
եւ դες պատերազմը դարբեր բամը գստանա սկզբունքային այսպես գեցված կմա որ ասի կնահատելի է ամբողջ միջազգային օրենքը որ մենք տեսենք որ ոտնագողվի գոր թե հոս թե գազայի թե արցախի մեջ բայց մենք տեսանք որ Եվրոպայի մեջ կա մի երկնակ Իսպանիան ինձ համար իսկապես շապոբագս են այսին հրավ եւ ոնց նաեւ կարեւոր է որ պրոդակտին երբ մենք տեսենք արեմուտք այդպես չէ արեմուտքի մեջ նաեւ հոմոգենիաս չէ ալես արեմուտքը Իտալիան այսինքն եւ որ Թրամփը Պապին դեմ ասենք շատ վատսև ադարություն ունեցավ Իտալիայի կառավարությունը թեկուզ ասենք շատ Թրամփի եւ Նեթանյահուի մոտ է բայց գեցված ունեցավ սա ասենք անգայելի Գարմիրքից է այո այսպեսի բաներ լավ է եւ հոս է որ գտեցնենք նաեւ ասենք բեդություններ ավելի կամած փորձենք օտոնոմի ունենալ այսինքն մենք կնակ Հնդկաստանը կա Պակիստանը գտեցնենք նոր թեր եղավ միջին արևելքի մեջ այլոց Պակիստանը երբեք մենք միտքին ձայն չեն ասում որ Պակիստանը պիտի լաստ աստեցիկ երգիր մաբակային Իսրայելը այսօր շատ ավելի աստեցիկ դարձավ։ Միշտ առաջ խոսենք Թուրքիա, Իրան հագամարտություն, հիմա Իսրայելը գա որ չենք կնա իգնորոնել, այլես Իսրայելի դերը անդեսել անգարելի է։ Դες աբակային մի այլես խոսենք Հնդկաստան, Պակիստանը հագամարտություն եւ աստեցությունը միջին արևելքի վրա։ Եվրոպան ինչպեսի քայլեր պիտի մի աճուկ պիտի բախում դեղ ունենա Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ ՆԱՏՕ-ի աբական ինչպիսի լա, այսին պրոբլեմներ շատ են։ Անորոշության մասին արդեն ասիկ դուք մենք կգարձենք որ միան մեր երկրի մեջ է անորոշությունը եւ մենք հաճախ որովհետեւ մեր մորթին վրա ամեն օր կսկանք անորոշությունը բայց դեղը նաեւ ինչպես որ այդ հոդվածը որ գարտացի այս արծազույցի պատրաստության ժամանակ գսե որ որքան անորոշությունը որքան գվախցնե նաեւ այսինքն գվախցնե այն իմաստով որ երբ որ բեդություններ չես գիտեր ինչպիսի քայլ պիտի առնեն երբեմն իրենք չեն գիտեր ինչպիսի քայլ պիտի առնեն կամ ինչ ծևերու պիտի թիմեն որբեսի իրեն շահերը ապահովեն այս մասին ալ կուզեմ անդրադառնալ անցական օրինակ մտանք երևակայենք որ աստված չնաս պատերազմը շարունակվեցավ ամիսներ եւ այլն աղքատություն սինդայքներ զավակներ ունին ինչպես պիտի անեն հոսպիտալստեն կողություն որջակորություն եւ ասիկը սիմունդային local level-ի վրա անհատական եւ այլն դեղական գամած ասիկը բեդուչան մագարտակի վրա բեդուչուն եւ բեդուչան հիմնական նպատակը survival է ասիկա մենք խոսենք քաղաքագիտության մեջ լավ ինչ պիտի նայած բեդուչունը որպես ինքը մնա հարադեվե survival ուրեմն եթե ասենք COVID դրացիտ պետրոլի եւ տուն պետրոլի բագած ունի COVID դրացիտ կսեք որ ես կդի չեմ ունենալ որ ես պետք ունի ուրեմն ստիպած պիտի հարցակից վրան որ պետրոլ առնես որև կու ժողովուրդը ավելի կարևոր է քոս ասկային շահերու հարց կա այսինքն ես վատ բան մգսեմ որ բայց նաեւ դու կու ժողովուրդը պիտի ապահովես չէ կամ պիտի սպաննվես կամ պիտի սպաննես եւ հոսը որ մարդ օրածը վայրակ կդառնա ասիկա եւ խոսին բարձ անհատական լեվելի վրա նաեւ բեդություններու վրա ասեն բեդություններ ստիպված դերս իրենց սահմանները կընթացակեն այլ ցեղասպանությունները գարարեն բարձաբես national security անվան դակ եւ հոսը ասանք անորոշություն ավելի ինձ կվախցնե արդեն հասանք հոն ուր որ գբադային հիմա ցեղասպանություն ինչու Իսրայելը լիտանի ասենք կետը կուզե որը Հիսուսի մեջ Իսրայելի կամ ասենք Բայստինը չի գակետ եւ պետքություն ունին ասենք ֆարմերները եւ այլն ուրեմն միշտ լիտանի հարցը խնդրեմ մի դառնա միջև որ չեմ լուծումը գտնվի 49 ես գիտ մգարտած եմ որ եւ որ Իսրայելը գրավեց Ստեփանը միջև 2000 զինվոր մգար IDF-ի մեջ գիտ մգրած է 49 միջև 80-ական բանակցությունները եւ այլն Իսրայելը միշտ ուզած է լիտանին սահման ընդարձակել որև կեդին ատչունին պետքություն ուներ ցեղասպանություններում բաժարներուն անպայման կուզեմ անդրադառնալ որ մեր բարակային մենք միշտ կսենք որ հողերու դիրացում եւ միևնույն ժամանակ նաեւ գրոնական բաժինը կար չէ այսօր ցեղասպանությունները կբադային բաժարներով մենք ասենք որ նպատակ կունենան այո բայց նա բաժարը պիտի ըլլա որ տուն այսօր ամբողջ ազգը ցեղը ոչնչացնես եւ այդ նպատակին համար տուն աշխատիս երկար դարիներ եւ յետքը կորցածրես նույն ինչպես որ Արցախի բարակային կատարվեցավ ինչ են շահերը ցեղասպանություններով ինչու բادرազներու ընթացքին ցեղասպանություններ կկատարվին տնտեսական շահը հետաքրական է տայներ ածոտված գրած ասենք քիչ մարքսիստական ցևով ներկայացած է հայկական ցեղասպանությունը որ նաև կլաս շրագլի հարց կա ստեղ մենք կորսունցինք նաև միջին տասագարկը Օսմանյան գայսության մեջ միջին տասագարկը անժամանակ Օսմանյան գայսության մեջ հունները հայեր եւ հրյաներն էին Կրեթե չի գա իսլամիչին տասակակ, ասիկա ռեյսիզմի հարց չի, այսինքն գար ասենք ցեղաբաշխություն չի, այո, գարավարության մեջ օսմանցի ասենք իսլամները որ մեծացություն սուննի էին եւ այլն, բայց ոչ բոլորը միջին տասակարգ էին,
Իսկ գար կրեթե հայերը բուրժուա տասագարկ են։ Չեմ խոսի Արեմեդյան Հայաստանի մեջ երկար սպանվորեր եւ այլն, բայց խոնենք խոսին բոլիս, աչճաներ, մենք բուրժուա տասագարկ եղած ենք։ Եվ ադոր համար հայ ժողովուրդը միշտ խաղաղության ժամանակ մենք ավելի, ասենք, օրինակ ինչու եւ որ կսեն 50-ականներուն թվականներուն Լիբանի մեջ հայ քաուտը շատ լավ էր։ Խաղաղություն գար եւ մենք կսիրենք արհեստավորենք industrial ժողովուրդ ենք, creativity ունենք, ասիկա չեմ գիտի DNA մեջ կա դերևս։ Եվ Օսմանյան գասության մեջ այդ միջին տասագարկ հայության եւ հույներու չնչվեցավ ադոր դեր եկավ Օսմանցի կամ հետո թուրք միջին տասագարկը եւ հոսը որ եւ որ գրավեցին նակ ուսումնասիրությունը նաեւ գավ գիլիգիո մեջ ֆակտորներ գային ասենք պամբագի կամ Մեդաքս ինչ պիտի ասել Բիստակի այո բիստակի Թուրքերը ստանցեցին, ասիկա, եւ Մուստաֆա Կեմալ Աթաթուրքը ասավ, որ մեզամը գիլիգյան շատ կարեւոր է, որ նա agricultural շրջան մնա եւ պետք է մենք ասիկա պաշտենք Թուրքերուն, որովհետեւ ստեղծվի թրկական middle class կամ թրկական բուրժուա, այսինքն թրկական բուրժուան ստեղծեցավ հայկական բուրժուայի բանին հիմերուն վրա։ Հոսանցնինք, ասենք Արցախը Իսկ միևը խոսվեր ճանապարհներու միջանցներու մասին եւ 2020 թվականը դակավի նոր էր միջանցք ինչ եւ այլն Ադգարաչ նայեմ Բաղդադի բանագար տրենի գիծը որ Օսմանյան գասրուչան մեջ եթե գիժը Գերմանցիները գուզեն գորադիգա վիդեո անցնել որոշով Արեմեդյան Հայաստանեն ուրեմն պետք է հայերուն ասենք անդեղեն դուրսնեն որպես աբահովը լար ասենք երկաթող գիծը նաև Արցախի բարակային գամիչանցկի հարցը չէ որով ինչ վիդեոլար պետք է Ադրբեջան Նախիջևան Թուրքիա միջանցումը լար հիմա մենք ճանապարհ Տրամպի ճանապարհը կամ ինչ խաղաղության ճանապարհ ասպես սպամն բայց վերջը ադիգա միջանցումը ճանապարհը մնե որ տուն վրան 100% 100% քիշխանություն չունի սովերենտի ինչ որ վերջին բանը համաձայնությունը գար գարձեմ ամերիկյան գոմը քանի % էր մորցահայկան գոմ ավելի պակաս %, պերսենտեջի խամը գար ասե եւ դնդեսական բաժանները շատ կարեւոր միան ցեղային կամ գրոնական չեն ոչ մանավանդ հիմա ավելի դնդեսական է Հիմա ավելի դնդեսական ադոր բուզեմ անդրադառնանք որ եթե ցեղասպանություններու փախտատականը պիտի անենք այսօր որովհետեւ AI-ը եւ դրոնները ինչ որ գոկտակորձվի դուք բարմը կորցածիք industrial բարը կորցածիք որ մեր ցեղասպանության մասին գրնանք այդ որագումը դալ ինչ էր դատությունը այսօր եւ մեր ցեղասպանության եւ ինչ որ այսօր Ես միշտ կսեմ որ ասեն հայկական ցեղասպանությունը որոշ շապով traditional ցեղասպանության եւ industrial ցեղասպանության միջև բան որ նաեւ մեր թեմանակ մարագայի մեջ կազմեմ դերզոր նաեւ կարաներու մեջ գազ եւ այսպիսի բան նաեւ սպանություններ եղավ շատ սահմանափակ է իսկ հրեական ցեղասպանությունը շատ ավելի industrial է իսկ հիմա ես կնամ տեխնոլոգիcal ցեղասպանություն է Ինչ կնշանակի տեխնոլոգիա Այսին technological tool-երով տուն սպանություն կամ ոչակորություն ունես Արցախը շատ հստակ եւ դրոններ օգտագործան մեզ համար առաջին անգամ բաներ եւ նաեւ ոսկիչում կեսեք գնահատականը լանք որ Սուրիո մեջ Լիբիո մեջ օգտագործան դրոնները բայց մենք չի կրծանք բանել որ աճոք օգտագործվի Արցախի մեջ հոն Ռուսիան կամ մեզ այդ բանի մեջ քիչ եուֆորիա մը գար մեր այդ քիչ գոմե ես միշտ կսեմ պետք է նաեւ քրիտիկը լանք որ մենք պատրաստ չենք ասպատերազմի Սխաները ադիգե երկար է, բայց մենք պատրաստ չենք դժբախտաբար այսպեսի պատերազմի։ Գազայի մեջ տեսանք մենք ինչ եղավ ասին մեկ տարվա մեջ 60000 մեր աչքին արջև բազը վիդեոները տեսնելով այսինքն մենք չեմ կերի պրև Ահանց ինչ պիտի գնանք օգնել այսպեսի բան, այսին գացությունը։ Աչքի առաջ եղավ, այսին որովհետև մեր ցեղասպանության բարակային մեկ վիդեոներով չդիտեց, ոչ էլ տեսավ, նգար հազիվ ինչ որ մեր ցերկը մնացած է ծև ջերմականի այսպես շարժուն նգարներ, բայց այսօր մենք Այսին երևացեք 1915-16-ին մենք Լիբանան էինք եւ ցեղասպանություն դեղի ունեցավ Արեմեդյան Հայաստանի Գիլիգիա մեջ։ Եվ ասենք օրատերտերը մենք նգարներ գցենք ինչ Գիլտ սկացումը գավ ես ինչպես դե գնամ օգնել այս հաստերը ասի մաքսիմում անհատական արյուն դալ եւ այն օգնություն բարեկանով հերացանել բամը գնամ կեսի օգնել ադիգա մինիմումներ որ նոեն ասին մարդ առած իսկապես դժվար վիճակի մեջ է այսօր եւ ասին նաեւ AI-ի բան քիք մգարտա եկոր նոր դեպած է rethinking remote warfare մեջը խոսի AI դրոնը եւ այլն ուրեմն եւ որ դրոնը ասենք մոտ 36 ժամ գնա դրոնը տրի Առանց իր բեյսը յետա 36 ճակոտի մեջ կրնաթարնալ Անշուշտ բոլոր ոչ դրոններ բայց ասենք ռազմական այո դրոնները Ուրեմն ուսումնասիրությունը գարտայի գսե որ կու ամբողջ
հոբիներ, ասեմ, habit-ները քեզ ինքն կնկարագրի։ Սովորություններ։ Այո, այսինքն ժամը չեմ կեր, արդյունը միջև քիշեր ինքը գլխուտ վրան է, ժամը 7-ին սուրճ արի, ժամը 1-ին դերևս չինամ գերագուր, ժամը 3-ին 1-ում հերացանեցի, հետո քիշերը կացի դերմը ընտրեցի մարզանկրի, ինքը գստեղծե որ AI-ի վրա եղիկի պատկերը։ Եվ երրորդ օրը որ բնականաբար ես կգտնեմ որ ադիգա եւ չեմ նպարավաճեն կով գիտեմ ադեն սուրճ գանում որ գամ ջաշարամ գիտեք որ եղի ասի ճամոն հոմ բիետա որ alles եղին habit-ը ասե եւ գիտե այսինքն ժամը 6-ին եթե ինքը դակավին գտանագո գիտե որ ժամը 7-ին ես ուբը երտամ ուրեմն target եմ ես ասեք եւ որ այսպիսի սպանություններ եղավ դրոնի վերջին բادرազմի մենք որ ուղագի դրոնը որ AI-ի տունեցեք բաց օրինակ դիտան Instagram քիչ մի խնդալիք է բայց սպանում անցալ դարի ես անք բարեկամներով գխոսենք որ սինկո պետք է Սիսիլի երտանք ես չեմ կացած ուրեմն Սիսիլի մեկ երկու հատ լայք գրես Instagram-ի page-ը Հիմա ինձ աչավ լայք գրած ամեն շաբաթ advertising կա Սիսիլի եւ նագարները մենք հա գրած անցան advertising-ը 14000 եվրոց դում Սիսիլի գուզեմ եւ այլն ասին AI-ը ինքը գիտեք որ եղիկը Սիսիլին սիրեց ուրեմն օրը երտա մեն advertising եմ երտա մեն իմ գոմս ունեմ ասինքն նաեւ կոմպանիաները գնեն բիզնեսի եւ մոնիտորացա ես իմ հատ քաղաքին ասին բազ օրինակ մնե երևայցեք իմ information դրոնի մեգերտագոր Եվ հավիդենական է, այսինքն այնպես ոչ որ այսօր ըրիր եւ գիվեր ոչնչանա, պիտի մնան ասում։ Այսինքն հոսք օրինակ եմ տշնամին կնշանակի ինչ դեղեցություններ որ մեր երկրի մեջ ժամերով, օրերով դարձավ, այդ բոլոր դեղեցությունները կողը մնացին։ Այո, այդ որ ես լայք կնեմ, ես չգնեմ եւ այլն, նույնիսկ եթե ճնեմն է, ես ընկերային ցանցումին Facebook վեճացավ գնայմ որ դες որուն քրալուները գարտամ որ Ես ասոր քրալուները գարտամ գորնակ եթե մեկը Ծախագոմյան աչ ուրեմն եղի ավելի Ծախագոմյան մեկումը գսիրե գոր ուրեմն իրեն ետամ Ծախագոմյան information advertisement տամ որ ավելի իմ գոմս կաշեմ եք monster-ը ասու դրական բաները շատ են վստահ բայց նաև վտանգը գա որ չես կնար ճապել վերջացավ ասե աշխարհի եւ հոսը որ ես կսեմ ապակային մեր ուսանողները պետք է դեպի հոս երթան ասե ապական ես կնամ դասատ քիրք գրել բայց ադիգա վիճի բան է բայց engineering computer science software հոնե ապական եւ հոսը գարզեն որ իբրև հայ մենք պետք է հոն նետրում ունենք այլևս լավ հոդվածի մեջ այսպես նախատեսումը գար շատ այսպես դպավորեց իսկսե the old world is dying and the new world is struggling to be born այսինքն հին աշխարհը գմերնի իսկ նոր աշխարհը ձնելու եւ monsters are being born այո ձնելու գսե հանքրվանի մեջ դժվարություններում այդ երկունքին մեջն է ձնթապերության ցավը որ երկունքն է ադոր մեջ երկունքի մեջ ինչ աշխարհի մեջ կապրինք մենք կնշանակենք ես կրսեմ որ նախքին as global order-ը կամ համակարգը կայքայվի բայց մենք չենք դեպի ուր գերտանք այսօր անորոշության ժամանակաշրջանն է որ գազեմ քանի մդալի դակավին կդեվե հիմա այսպեսի անկրվանով միշտ եղած է որ չի վախցնեմ մարդոց բայց միշտ համաշխարհային բادرազմը ինքն է որ նոր համակարգ նստեց մեկ դակավին ոչ չի այո որ ինչպես որ սիրուլյակա ռումպել գասին եթե մեկը միշտ ասպանություն բիդեն միակ լուծումը ադիգա է բայց ասբարակային փոխանակ 1 միլիոն ժողովուրդ երթա լոման երգիր մգա ոչնչանալ կարդեսին վրան բայց նոր համակարգը պետք է գամ բոլոր այս հոգնին եւ ասեմ որ վերջանան գալիս ամեն մեկը որոշ կոմպրոմայզի պետք է երթա որ նոր համակարգի մասին նակ դոլարը որ կամ պիտի կորզածել ես ամենի Չինաստան դոլար չի կորզածել լավ նաեւ ամերիկայի տնտեսությունը գարվացի որ Իրանը սա որ եւ որ ես պիտի բանամ հորմոզը ուրեմն պետք է ինձ չինական յանով վճարեք եւ դոլարով Նաև դնդեսական պատերազմը կա այստեղը։ Հոսքը բոլորը համացան, ես չեմ կեր Իրան, Ամերիկա ինչ համացանությունը գլագոր, բայց վստահ այսպեսի համացան մեծ պետությունը համացանությունը վերջո աս նոր համակարգը բիդի մեջտեղ բերե։ Եվ այս շրջանին եւ ամեն մեկը իր ուժը պիտի բարձրացնի հոսը որ վայրակություններ գլա։ Ես որքան ավելի վայրակություն եմ, այդքան ավելի կշահեմ։ Վերադառնանք ցեղասպանության նյութին թեև կապված են իրարու ամբողջությամբ, բայց այսպես քիչ առաջ կխոսեինք, որ մենք generational trauma կապրինք, այսինքն մենք սերունդներու trauma եւ սերունդներու կփոխանցենք, փոխանցիկ նշանակը մեր ձիներու մեջն է։ Ավասիկ ամիսը ապրիլ է եւ ապրիլ 24 է եւ մենք մեր առօրյա կյանքի մեջ մանավանդ սպիրկահայ գարձեմ որ համացան գտնվիկ դուքալ եթե ասեմ որ սպիրկահայ կյանքում
մարդուն կյանքը օրեօր կդժվարանա օրեօր ավելի կդժվարանա մեր կյանքը որովհետև քո ապրած երկրի դժվարություններուն կողքին նաև ներքին արդեն բادرազմ ունիս թունքու էյությանը թունքու ինքնությանդ հետ բادرազմի մեջ ես եւ մենք նաև միևնույն ժամանակ պիտի բայկարինք մեր ինքնությունը պահպանելու բայց նաև պիտի մտահոգվիս քո ապրած երկրի լիբանան հայրենիքովդ եւ հավիտենական at որ մեկը պիտի իշխեի բادرազմը կա չէ ասիկա մենք ապրեցանք մեր ծնողները ապրեցան մեզի դվին մենք ալ մեր զավակներուն կտանք հաջորդ սերունդին այսօր մենք ոչ թե որ ցեղասպանութենեն ինչ պիտի առնենք բայց ինչ պիտի սկանք մենք այսօր ինչ պետք է ընենք որբեսի մեր ցեղասպանությունը ցեղասպանության զոհերուն հիշատակը կարենակ բայել նորորյա աշխարհի մեջ որովհետև այսօր երկով քրություններով քանի մկրարումով ասոնք լավ են կաչալերելի են բայց բավարար չեն այլևս ընկեր եղիկ չէ Ես միշտ կսեմ, եթե այսօր Թուրքիան ցեղասպանությունը ընդունի եւ անտին իմ շուրջը ցեղասպանությունը գադավի, ինձ համար արտարություն հաստատված չլար։ Որև ինձ համար մեր հիմնական բայկարն է ոչ թե մենք ես չեմ դեսնել ցեղասպանությունը իբրև միան զուտ հայկական, այլ մարդկային համը եղավ ասիկա։ Եվ մարդկային հարցն է։ Այսինքն նմանի ուրեմն ես հարուստ եմ դունի մեջ ամեն ինչ ունիմ կոծեր եմ թուրը, բայց անտին դրացնես կսպաննվին։ Հիմա ինչ որ գաբրինք մենք դուն ունենք մեր հայրենագիցները վրաններու տագեն։ Այո։ Եվ հոսը որ գարձեմ նաև աբակայի թե դերևս հայտարարը թե ամեն ինչ ասենք որոշ պետք է քաղաքական զարգացում ունեն տատանով որ ցեղասպանության կանխարգելման լոբինգ պետք է հաշվում դալվի եւ հոսը որ ես այսօր շատ ավելի գրեստեմ դերս կա պարագանը շատ ավելի մոդիկ կլամ ամ ցեղերուն կամ ասենք ասկերուն կամ բերությունը որոնք ցեղասպանություն դեսան որ մենք կովկովի կանգնանք ինչ կնաններ որ աս մեծ բերություններ մեծ բերություն մի դան բարակությունները բիդենեն մենք ինչպես պիտի բաշխենք հոսը նա ռեզիլիենսի հարցը գա ես ինչպես կնամ թիմանալ մինագս եւ հոսը որ պետքություն իմ տաշնագիցներու կամ մարդիկ որ ինձի պես կմտածեն եւ ասին ասկեր մի կովկովի կան որ ասենք միջազգային ադանոյի մեջ լոբինգն են աս հարցին չեմ թե որ միշտ ցեղասպանությունը բիդելան իսկ գալով միջազգային օրենքներու այսօր մենք պատերազմներու ընթացքին անդադար գխոսիկ միջազգային օրենքներու մասին եւ վերնակիր մնե գուդանք եւ չենք հասկանա միջազգային օրենք ինչ կնշանակե երբ որ ցեղասպանություններ կբադային որբեսի չբադային միջազգային օրենքներ ճշտվեցան ադով անտեց բոլորը շարունակվին այսինքն մենք օրին երբ որ Արցախի մեջ բադահեցավ մենք ոտքի ելած սկսենք ուրեն միջազգային օրենքները մեկը փամաչրավ աշխարհին դիմաց ցեղասպանություն կատարվեց մարդ չնայեցավ մեր կողմ այսօր ուրեն միջազգային օրենքները Ասեք դժբախտաբար շատ սելեկտիվ եղավ ասենք եւ որ միջազգային օրենքի մեջ կա կոնե Արցախի հարցով երկու բան ասկային ինքնորոշումը self determination-ը եւ նաեւ գա territory integrity-ն այսինքն սահմաններու անցմխելիություն այո ճիշտ է սահմաններու անցմխելիություն Ադրբեջանը օգտագործեց սահմաններու անցմխելիությունը իսկ մենք օգտագործեցինք ասենք ազատ ասկերու ինքնորոշում եւ ո՞ս փախում եղավ Ադրբեջանը justify ասելով որ չէ ես ասիկա ստիպված եմ մնալու որովհետև իմ սահմաններս գրավեն իսկ մենք ասենք որ չէ ասիկա մեր հայրենիքն է ասին աստե ավելի քան 1000 տարի ազժողորդ ոս ապրած է մեր հայրենիքը եւ երբեմն քլաշ կլա միջազգային օրենքն երբեմն բեդություններ կոնե ասենք ձահ ասենք ֆաշիստական ասկանական բեդություններ օգտագործեն միջազգային ասենք օրենքները որովհետև իրենց ասենք ցեղասպան ծրագիրը կորզաթրեն Մենք այսօր դեսնենք Իսրայելը գսենք որ արաբները օդար ժողովուրդ են մեր հայրենիքի մեջ երևակայեցեք այսին justify અને ոչ միան denial արտարացնելու համար ադիգա շատ վտանգավոր է որև եւ որ եթե նայենք ասենք նացիական ռոպագանդա թերթերում մեջ կսեն որ հрьяաները ասոնք կոկրոչեն ասում պետք է ջզմենք իրենց Եվանն Իսրայելյան վերջին ասենք կոնե 7 տարվա կամ 8 տարվա մեջ թերթերը կամ ասենք նույնիսկ announcement-ներ իրենց ղեկավարներն այլոչում իսկապես բանը եւ գսենք որ մենք Լիբանան Գազա կդարձնենք այսինքն բարձ է իրենց համար Գազան օրինակը լավ բան մնա ուրեմն մի հատ օրինակը ուրիշ տեղ գտնեն ադիգա մտավախություն ունեն այսինքն ուր մնացած միջազգային այո այսինքն ոչ մենք խոսենք սա դինայելը բայց նաև արդարացում շատ ավելի վտանգավոր է այսօր եւ մենք հոն կերտանք հոսը որ ասին որ ասանք ասկե բեդություններ պետք է ասմիջասկային օրենքի համար ավելի լոբինգ տանին եւ ոչ թե մենք ցեղասպանությունը հիշենք ցեղասպանություն կատարվել է յետքը մենք պետք է կանխարգելենք ցեղասպանությունը որպես ելնա շատ լավ մեկ հարցում էլ
մենք այսօրվան երիտասարդության, այսօրվան նորորյա աշխարհի մեջ, նոր ծնելիք աշխարհի մեջ հատկապես այսօրվան երիտասարդությունը երբեմն ադարդություն կունենա ցավալի, բայց գսեն դա 111 տարի անցավ, ինչ կխոսիկ դեր ցեղասպանության մասին, ինչ պիտի օգնեգամ, մանավանդ դերմը չեմ գիտե գնալ Արցախի գորուստը ընկճեց, որովհետև Արցախը ջամփան էր Արևմտա Հայաստան, ադի մեկ հաղթանակ էր մեր մտքի մեջ, ադի ինչպես սրինք վաղը անալ, այս Արևմտա Հայաստանն ալ պիտի անենք։ Հիմա ադի գործընծուցինք դերմ այսպես այդ սկացումը եկավ որ արդյոք գրնալ որ ես օր մը կհասնիմ Արևմտա Հայաստանին, գրնալ որ ես օր մը ցեղասպանության հադուցում կրնամ ստանալ։ Այսօրվան երիտասարդին ինչպես պիտի կարենամ ես համոզել, որ իր թադը 300-1000 տարի անցնի, իր թադն է, եւ ինքը պիտի շարունակե հետապնդել։ Բայց նորորյա զենքերով ընկերեղիկ։ Ես կփորձեմ ասենք Երևանալ բայետան բայասինցին ասեմ որ ամեն ինչը մորցիր, նո գազան մորցիր, չեմ օտելը վիրա պամիլա ադեղը վեճացավ։ Որ 2-3 տարի հազիվ անցավ դակավին չես որ գցեն արյունն ասեն հողը դակավին թար։ Թացեթեր, այո։ Դժվար է։ Եվ եթե այսօր ես հիմա ասեմ բայասինցնեք մարտիկ շատ բան է ընկերային ցանցերու զինվորներ գցեմ ասում։ Յալլա հատ պիտենք ամ պիտենք պետք է ադերենք ինքը նստած է չեմ կե ուրիշ երկիրը հանկիս կսե որ ուր են հրտիներ պետք է ինան յալլա ինչպես որ մեր բادرազին է Արցախի ժամանակ ինչու չեն ինչու այզին մեկ բան ես իրասին հոս սահմանը դեպի դարբեր է ընկերային ցանցի վանստիլը դարբեր է դայնե բիդեվե բայասինցնախ տրոմային ելը եւ նո միջոցներու թիմիկ նաբաշխության եւ այլն եւ աստիգա միշտ եղած էր ասին Նիկոլ Թումանը լակրան ասում ասին խոսած է որ նոր զենքերով պետք է բանլա այսօվա եթե մենք խոսենք հիմա դրոնի AI-ի չմիտք է բամ մտածենք որ աբակային ինչ պիտի լա հոսե որ նաև հետազոտություն պետք է լա research-ներ netrում ասպեսի think tank-ներու վրա գամսենք ինչես Թումոյի օրինակը Հայաստան ինձ գազեմ աբական հոն է աբական միան քիք գրել չէ ասիգա գրեմ օքեյ մենք գանա գարտա մենք գնա հակաճարել ասորտեմ ուրիշ քիք մկրել Ուղերային գետրոններու դարբեր մարտահրավեր մտային աշխարհակի ծրագիրը բեկի եւ գա օրինակ բաց օրինակը գապ մի երկիրներ Եվրոպա Լիտվանիա կամ այդ երկիրները որ բալտիկի երկիրները բավական ներդրում ունեն որ այսպիսի ծրագիրներու վրա իրենք կսեն որ Ռուսիան մեր դրացին է բայց իրենց համար Ռուսիան ագրեսիվ դրացի մնա ուրեմն մենք ինչպես իր պաշտպանում ամեն մեկ երկիր պաշտպանում 1.5 միլիոն է այսինքն բամը պետք է անենք հոս կուկավ cyber security հարցը եւ այլ մենք ինչպես կնանք թիմանալ ասի եթե Ռուսիան բիդե հարցակի Լատվիայի վրա ուրեմն Լատվիան դες գնա հակներ Ռուսիա ամբողջ ատովգանի cyber security բաներ ադիգա մեզ հաղթանակ մգալ այսպեսով կդրացնենք թշնամին մենք այսօր մենք ինչպես կնանք դրոններ ունի մենք տակավին դեմ ունենք դրոնում մենք պետք է ուրիշ ձևով մտածենք Այս social media-ն պետք է օգտագործել չէ այսօրերուն այս որովհետեւ social media-ն անսական կոհացում գտագոր self satisfaction գտագոր որ ես բամի օքեյ հետո բայց թշնամին իրեն օգտագործե որ ամեն իմաստով Արցախի պատմությունը մեր աչքին առջև այնքան ապադեղեկատվություն կդարվեցավ դերմը նույնիսկ մարդիկ ուղագի դերմը համոզվելու աստիճան Այսինքն հասավ հոն ուր որ առաջ կսեինք որ երթում գնես սուբկիրքին վրա հիմա երթումը social media-ի վրա գնա այսինքն հոն է իսկականը հոն է իրականը հոն է ճշմարիտը հոն է Բամը որ գրնա քեզի խապը հոսե որ նոր ծերերով պետք է լա գիտեք Օդարին ինչպես հասկացնել օրինակ Արցախի հարցը նաև ոչ միայն գրոնական հարց չէ մեզ համար որտեղ երբ օդարը գսե որ քրիստոնյա իսլամ չէ գսենք այդպես չի կոնե հոս մենք այդ դժվարություն ունենան գսենք մեզ համար չէ մարդկային հարց մնացին եթե դու մարդկության հետ ես եթե դու ասենք Գազայի գողքին ես եթե դու Ուկրաինայի գողքին ես ուրեմն Արցախը պետք է նաև քեզի այո եւ ասիկա մենք դժվարություն ունենք ես կնամ ասել քոնի մարսական կյանքից մեջ Եվրոպա միշտ ասանք Չէ Արցախը դարբեր Ուկրաինա եղբայր գսեմ դարբեր չի գամ հոս չէ գազան դարբեր Բոլորը վերջո ջզմված ժողովուրդներ ասում փոքր բեդությունները այսօր իսկապես ինչպես որսինք անորոշության մեջ կիզոզմավին կոր հոս է որ մեր թեմաշնորհությունը ավելի զորացնենք նոր ծևերով նոր բանով որովհետեւ նաև Տեշտամին երկու անգամ մտածել որ վրատ մի դարձակին օրինակ գարասին 2000-ին 2023 միշտ 2023 միշտ Իսրայելը երկու անգամ մտածել որ հարավային Լիբանան ներխուժեր որովհետեւ գիտեր որ ապտակ մոյ դստանալ անդեղը as deterrence-ի օրինակը կարևոր է ասին կոնենսինգ մեզյամը փոքր բեդությունը Հայաստանը շրջապատված է դրացի երկիներով երկու երկիր որ ցեղասպանություն կործած են մեր դեմ մենք ինչպես կնանք թիվանակիրությունը կարևոր է բայց նա դու թիմանաս որ գնա ադիգա օրը խախտել ասի միջազգային օրենք ինչ է խախտվի գոր խախտվի գոր բա գնացել ես չեմ ուզել որ
Շեմքեր, աս խաղաղության պայմանագիր վիճակ, եմ դարձան ես պիտի անեմ սյունիկը, ինչ բնենստուն։ Պետք է պատրաստանանք ամենի։ Մամանտ աս ժամանակ անցուլային ասենք անցումային շրջանին։ Հաջող բայց պատմության մեջ գրվախնձոր բառը օգտագործված է Հայաստանի մասին։ Նաև երբեմն դիպանանի մասին կամ վերջերս կրնալ որ նույն սկացումը ունեցակ դուքալ որ դիպանանալ գրվախնձոր միշտ այդպես եղած է բովերությունը նաև իրենց աշխարհական թիրքը կարևոր է բայց նաև իրենց աշխարհական թիրքը ինչպես իրենց համասանք հզոր քարտն լալու համար նաև կարևոր է դիպանանը նաև Հայաստանն ունի at որոշ քաղաքական կան դասական քաղաքներ որ գնա նաև ապակային դերևս բարդատել ուրիշներուն որ տեսեք դուք կուզեք կորած մենք ունենք ասիկը երբ համացանենք աստիղը ինչպես կնանք օգտվել անշուշտ նսկա տիվանակիրական բայկա տվական բայկայից այ բայկա ծևերու բայկաներ գա որ գնաս բادرացրել մեծ բեդություններով քու ասենք դենեշական շայրը շատ լավ փագելի առաջ այսպես գուզեմ 111-ամյակի արիտով հայոց ցեղասպանության ծեր մտածումները փոխանցեք եւ այդպես պակենք մեր այսօրվան հաղորդումը երբեք ջերմակ դրոշակ չի բարձրացնել հիմա մի դեսեմ որ օքեյ այդպես ասի Այսեք շատ թյուրին է, ես միշտ ասեմ, որ ասենք որ 111, 115, 120, 130 տարի անցավ եւ հետո, բայց մենք այսօր դեսեմ կգրտնվի գոր։ Եթե քու մորտիտ չեկա, վա գնալ քու մորտիտ կա, այսին վերջին հագակոր ինձ համար այս մորտիս եկավ այդ մեկը։ Բայց ասել չէ որ եթե ալիագրի մեջ կապրինք, ուրեմն ավելի ապահով ենք եւ այլն մենք դեսնենք որ այսօր բեդություններ կայքավի որ մեր առաջ պատրաստ պետք է լանք միշտ ավելի ոչ թե individual միան initiative անենք անհատական բայց նաև հավաքական շատ կարևոր է հավաքական հարց է ասիկա եւ ոնց մեկը մյուսին պետքություն ունի ես իբրև քաղաքագետ չեմ գնալ ինստիտուտ ունիմ մեկը engineer մեկը բժիշկ է մեկում օգնություն պետքություն ունիմ եւ ոնց եւ խումբ կան հավաքական յանքը քիչ մտես ավելի զարգացնել հա երբ են կոմպրոմայզ վիլա որ դες իր կապարը չես ամներ բայց գիտես որ վերջը այո նպատակ եթե ասենք ազատություն է անկախություն է ու ժողովրդի ասկիտ ապահովություն է այո ինչու՞ չէ որովհետեւ social media-ն նաև մեզի անցնասեր դարձ եսագետրոն անցնասեր բառը չգործացենք մարտարարած երթալ ավելի եսագետրոն գտարնա եւ ասեր խալիք սերունդ միշտ այդպես կլագոց սերունդները ավելիով եսագետրոն գտարնա շատ լավ ընկեր Եղիկ բարի եկած եք շնորհակալություն ձեր ժամանակեն դրամատրեցիք մեզի այսօրվան այս զրույցին համար այս օգտաշատ զրույցին համար հաջողություն կմաղթենք ձեր աշխատանքներում հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ մեր զրուցակիցներ Բեյրութի ամերիկյան համալսարանի դասախոս ընկեր Եղիկ Տաշյանը ցեզի դեր հուրին եւ ցանի հաղորդավար Անտոնին մնացեք վանացանի ունգընտիր ցտեսություն